խանութ է, կողորը նայել է։ Ապա ափսոս հաշկի է, ուսկի չէ։ Չինացի կենի։ Հա, սաղր չինագը լավրակը չինացի վաջարով եմ դեն։ Խոսքի որ եթե սկսեի բարև ձեզ, ինչ եմ դիսեր որ, հետերում է Hashop TV-ին, ձեր է դարձումը։ Hi, hello China shop։ Բարև YouTube նայող հասարակությանը, ուրախ եմ, որ նորից միացաք մեր Hashop TV ալիքին։ Ստացել ենք հերթական ապրանքը, որը եկել է Չինաստանից, ավելի կոնկրետ YoShop կայքից։ Եկել է հեռախոս Card Phone։ Բայց մինչև բուն թեմային հասնելը կուզեմ ներկայացնեմ երկու նորություն։ Մեկը լավ, մեկը յանին չիտեմ լավ է թե վատ, առաջի լավ նորությունը այն է, որ Hashop TV ալիք ունի արդեն 2000 բաժանորդ։ Շնորհավոր կգո։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բաժանորդներին, դա ձեր շնորհքն է, մեկ հիշվեն մերը։ Երկրորդ նորությունը, որը չիտեմ լավ է թե վատ, դա այն է, որ իմ Asus X550 սմարթֆոնը ես վաճառել եմ։ Պատճառն որ կուզեի գնեի Xiaomi ֆիրմայի արտադրության սմարթֆոն, ես պայթերությամբ ես չունեմ սմարթֆոնի ձեռքում, հիմնական իմ հեռախոսը հեմի Nokia 515-ը, այս թեման փակինք, անցնենք առաջ, տեսնենք թե իրանց ինչ կներկայացնեն այս հեռախոսը։ Վաստակել գումար Չինաստանից ինտերնետով գնումներ կատարելիս շատ հեշտ է։ Cashback ծառայություն Letyshops.ru, ավելի քան 960 ինտերնետ խանութներ եւ հարմար ինտերֆեյս։ Անցում արա ներքևում թողածաղումով ու սկսիր վաստակել գումար չինական գնումներից հենց հիմա։ Անցնենք արտաքին տեսքին, ուրեմն շատ կոմպակտ չափսեր ունի, ընդամենը քաշի 35 գրամ, ընդհանուր ամբողջությամբ կառուցված է պլաստմասից, էկրանը գունավոր, ռուսերեն մենյու կա, բայց ստեղնաշարը իր անգլերեն է, բավականին խոշոր է ու փայլեգը։ Պատսվետ կա ռուսերեն օսած ունի, տեսեք ինչքան սիրուն կերևա։ Ստեղ իր միկրոֆոնն է, վերևի մասը այս ինչ որ դիզայներական սպեսած սովորական մենակ որոշում չէ, կարող եք թել կախել ու կախել ցանկացած տեղ, որտեղից որ դուք կուզեք։ Շատ հարմար կսեղմավի կնոպկի կա, շատ փափուկ են։ Բացենք, տեսնենք ինչ կա ստեղ թաքնված։ Մարտկոցը 600 մԱ, հիշողության քարտ տնելու բնիկը մինչև 8 GB ու մեկ սովորական ստանդարտի SIM քարտ։ GT Star GS6 մոդելը։ Բացի նորից որ դուք կարող եք SIM քարտ տանել հեռախոսի մեջ սովորական հեռախոսի պես օգտագործել ու զանգ ընդունել, կարող եք նաև միանալ ցանկացած այլ հեռախոս, այսինքն ցանկացած չէ, այն հեռախոսների, որոնք որ Bluetooth-ի տարբերակը 3.0 ունի ու կամ ավել դրանից։ Կարող եք միանալ մյուս հեռախոսին Bluetooth-ով, սապրեժինյակ կուտակ, շատ հեշտ է դա ամեն ինչ ենել։ Այստեղ մենյուի մեջ ինքը կա Bluetooth dialer։ Bluetooth dialer-ը կմիացնեք, ցանկի մեջ կտեսնեք հեռախոսների ցանկ, օրինակ Nokia 515։ Մենք արդեն միացել ենք այս հեռախոսին, ու այսինքն եթե զանգ կա այս հեռախոսի վրա, կարող եք պատասխանել այս հեռախոսով։ Բացի դորից, ինքը նաև ցույց կտա այս հեռախոսի մեջի եղած համարները, ու զանգ կատարել հենց հեռախոսի մեջի համարներից։ Տելեֆոնն է կնիկը, ուրեմն սա այն համարներն են, որոնք արդեն հեռախոսի մեջ են գրանցված, իսկ արդեն Bluetooth համարներն են, որոնք որ գրանցված են իմ հեռախոսից մեջ։ Հետն էլ SMS-ները կարող եք կարտալ, եթե SMS կա այս հեռախոսին, այս հեռախոսի վրա ցույց կտա։ Մի խոսքով համ հեռախոս է, համ հեռախոս կամպանիոն է։ Ամենակ ես հեռախոսից վրա ես զանգ եմ ստացել, ես նաև ես հեռախոսի վրա զանգը կուկա, որտեղ իրանք միացած են Bluetooth-ով, ու ամենակարևորը ես հեռախոսը ունի վիբրացիա։ Իսկ շատ կարևոր է, որովհետև փոքր հեռախոս է, ջեբիտեղ մետեղ գցեք, կարող խաբարչենի կոր զանգ կա։ Ձենը շատ ուժեղ չէ, բայց մանավանդ եթե վիբրացիան կա, ուրեմն հաստատ զանգը բաց չեք տանի։ Նաև կարող եք, եթե Bluetooth-ով միացած եղեք, կարող եք նաև լսել այս հեռախոսի մեջ եղած երգերը։ Չնայած դրան, որ ինքը էլի մեջ է երգեր կրնակ գցեք, սիկ հիմա իր մեջ եղած երգերն է, օպտիկ սեղմեք, բնիկը մուզիկա Bluetooth, ես հիմա կարող եք լսել են երգերը, ինչ որ հեռախոսի մեջ է գցած։ Սա իմ երկուսի հեռախոսի մեջ է։ Շատ բարձր չի նվագե, որակն այդպես լավ չէ, բացի դորից կարող եք միանալ նաև ականջակալներով լսել երաժշտություն, ինքը այս բնիկը իր հենց լիսկավորման բնիկից պերեխադնիկ կա, հիմի ցույց կտամ։ Սա իր լիսկավորման լարն է, տեսեք մագնիսով է կպնի, տես հետաշկի շատ կարճ տապակ,
մենակ կոմպլեկտացիայի մեջ սա էր տրված, զարադիչնիկ չկա, բայց կարող եք միացնել ցանկացած տեղ, կարող եք միացնել նոթբուքին կամ լիսկարոման սարքին ու տնել հոսանքի, կապ չունի թե ինչ կանե, մի ամպերանոցը թե երկու հեչ մի բան չի վառի հեռախոսը։ Միկրո USB պնիկ է, նորմալ կենի։ Սա արդեն պերեխադինգն է, մի անագը էլի զարադիչնիկի տեղից Էսե ականջակալ, քանի մեր մոդը կա, իմ ճալոցեմ ականջակալներով երաժշտություն լսելը շատ լավ որորագով կլսվի։ Կարող եք ասել, որ MP3 player-ի իրա տեղը նորմալ կկադարի։ Իրա վերեն կասորականային ֆունկցիաները, ինչ որ հիմնական սա հեռախոսների մեջ կարող եք տեսնել, SMS, player, ռադիո, դիկտաֆոն, կալենդար, մի խոսքով սաղ տեղում է, նաև ինտերնետ կնաք տեսնիք, ինտերնետ, բայց իմ կարծիքով այս ինտերնետը հաստատ ձևի համար է, որովհետև GSM ցանցով ինչ կա ինտերնետի մասին է խոսքը։ Տեսնիք չտեսնելու տվեք։ Որովհետև այս հեռախոսը կաշխատի միայն GSM ցանցում, 2G եւ 3 առավել եւս 3G հաստատ չունի։ Հա, մեկը սպես շատ հետաքրքիր ֆունկցիա ունի վրան, երբ որ զանգ ստանաք, կարող եք ձեր ցենը փոխել, էֆեկտներ գցել ցենի վրա եւ խոսած ում հետ որ խոսակ, ինքը կարող է մտածել, որ իրան երեխա կպատասխանի։ Հրամը չկա, դու նաև որ դաբերակ մի քեզ համար որ դու կան կարող ենք մեր սայթի միջոցով ճշտենք, ցենք վստահել եք դա վաճառողը չէ, դա կապը։ Հա, ինչ քեր կաբի որ ակուկ չա, մեկը դի քու հեռախոս է։ Ճան բազերի համար են զանգել, ճիշտ ասած, չնայած այս համարին են զանգել, բայց որով պատասխանեցինք, որոշեցինք որ ծագենք։ Ընդհանուր առմամբ ված չի։ Իմիջիալոց դեպքեր եղել է խոսալուց, չնայած նայած, որ անձի հետ խոսած հեռախոսն է կարևորը։ Ինչ որ ցայնի արձագանքում, այսինքն տվյալ անձու հետ ես խոսալուց, սելով իմ խոսածածս ես կլսեմ։ Ով որ քեզիկ զանգի իր մոտ արձագանք։ Իր մոտ արձագանք, ոչ թե իմ մոտ։ Բայց դու լավ կլսես այս հեռախոսը։ Լսելուց հա, ոչինչ, նորմալ է։ Իմիջիալոց ինքը կրոնքի սվյազի ունի։ Հա, բայց դինամիկն ուժեղ չէ, ուժեղ չէ, փաստը փաստ։ լավ չի լսվում։ Եթե իրոքի ցեզի պետք է ու մանավանդ կարող եմ խորհուրդ տամ iPhone օգտագործողներին, որպես երկրորդ զապաս տարբերակ, շատ հարմար տարբերակ է, շատ մաչելի արժեք։ Ճիշտ է կուգոնեդին մարդիկ որ iPhone օգտագործեն, երկրորդ քարտի կարիք եթե ունի, շատ հարմար է։ Մի խոսքով խնդիրը միայն այն է, որ երբ որ ցեզի կզանգեն, ով որ ցեզի կզանգի այս հեռախոսի վրա, իր մոտ իր ցենը կարծաղանք է։ Ուրիշ խնդիր չկա։ Քանի որ ես կուզեմ կնեմ նոր սմարթֆոն, իմ գումարը մի քիչ ինձ չի հերիք է, ամեն 1000 դրամ եմ աչքիս կերਵਾ դրա համար, վաճառում եմ Asus օրիգինալ ականջակալներ, Asus սմարթֆոնը վաճառեցի, Asus ականջակալները մնաց։ Ճոգեք չէ, հայկական վարիանտ է, հենոր կսե հաստատ մեջի ցանել է ծախիկը, բայց չէ, զակազ է տվել առանձին։ Սաքսես կուգոն, առանձին եմ պատվիր է ու վաճառում են կնով, ինչ որ ես եմ կնել Չինաստանից, օգտագործել եմ ընդամենը 7 օր։ Իր չխոլով, այս վիդեոն ականջակալներ ես արդեն նկարել եմ, գցել եմ Facebook, նաև YouTube-յան մեր ալիքում կա, ուղիղ միացում ենք սա արդեն լայվ միացում։ Կինը 4000 դրամ։ Եթե հաստատառնով եք կիշնի։ Այսօր այսքան է, շնորհակալություն ուշադրության համար, ձեր համար աշխատեցին Արծոմը եւ Գուրգենը։ Հայշոփ TV հաջողություն դեռ կանատենք։ Դուք բայց խաղալիք են։ Նայողը լուրջ չի վերաբերվի, հա։ Չինաստան։ Հետո եկսեն Կորեա, США, Չինաստանից ծաղկեն մի բան, հազար տեխնոլոգիաները։ Ինչ է, դոստագիս պլի է։ Տեգից։ Տեգից թող չելի։ հա, լավ, թող ավորից էլի, տեգից չելի, արջ չկարդում չա։ Հա, մոռացած էի։ Քանի որ ես կուզեմ կնեմ Xiaomi հեռախոս, ինձի բավականաչափ գումար է պետք, մեզ կանան պաքսիկը։ Այդ էս պատճառով Արտեմ Նշանյանի անունով հայ բանկում բացվել է այս համար բոլոր բարի կամ գիտեր մարկած խնվում ենք։ Ծա տղան մի լավ։ Նվիրաբերել 100 դրամից մինչև 1000 դրամ։